Տեղեկացանք, որ առավոտյան ժամը 9-ից ինչ-որ խոզարկություն է, իրավապահներ գործողություններ են իրականացնում, ձեզ ինչ է հայտնի։ Իզմիլյան բժշկական կենտրոնում։ Այո, մենք դեռ տեղյակ չենք ինչ են անում, գիտենք, որ խոզարկություններ են անում, շուրջ արդեն 2 ժամ եւ ավել, մոտ 3 ժամ։ Մենք առավոտյան բնանային քննարկման էինք մասնակցում եւ քննարկումը ընդհատվեց, քանի որ արդեն քննչական մարմինները եկել էին։ Եվ այդ պահից սկսած արդեն խոզարկումները իրականացում են 3 սենյակներում։ Ուրեմն տնօրենի սենյակում, փոխտնօրենի սենյակում բուժական գծով եւ ֆինանսական գծով փոխտնօրենի սենյակում։ Դիմակավորված էին խոզարկողները։ Ոչ, դիմակավորված չէին եւ նաեւ արգրավել են ուրեմն գլխավոր հաշվապահի համակարգիչը եւ դուք տեսաք նաեւ Հաշվետարին, այո։ Այո, փոխտնօրենի համակարգիչը։ Այս պահին 2 սենյակներում պարոն Չարչյանի եւ փոխտնօրենի սենյակում շարունակվում է 2.5 ժամ խոզարկությունները, ինչ են փնտրում եւ այս հիվանդանոցը ընտրվել է, որովհետեւ սովորական մեծ հիվանդանոցներից մեկն է, որտեղ ֆինանսական ելումուտ է հետաքրքրում, թե ուղիղ կապ ունի Մայրաթորի հետ, դրա համար է թիրախավորվել։ Ի վերջո Փաշինյան չթաքցրեց իր հարցազրույցում։ Ահա։ Իմ կարծիքով սա եկեղեցական արշավի եւս մեկ դրսևորում է։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրեն սպասում այստեղ։ Այսինքն ամեն դեպքում սպասելի էր։ Իհարկե, իհարկե։ Իսկ որևէ կապ ունի պարոն Չարչյանի աջակցող խոսքի հետ։ Գրառման երեք։ Չենք կարող ասել։ Կարող է եւ կապ ունի։ Ինչ են փնտրում ի վերջո այսօր։ Դե քննչական կոմիտեն տարածեց, որ խոշոր չափի հարկեր չեն վճարել բացարձակ էլեկտրի սուտ։ Մենք կապ չունենք նման բան։ Այսինքն դուք կարծում եք այնքան որ մի ձևակերպում եղավ, որ կարողանան ներխուժել։ Իրականում ձևակերպումը պատրաստ եկել է։ Ուղղակի պետք է որ գային գործողությունները սկսեին, նոր հրապարակեին այդ ձևակերպումը։ Այսինքն սա ժանրի կանոններով եպիսկոպոսատ ժողովից առաջ հերթական միջոցն է, որ վեհապարվորը կարողանան։ Բայց իրենք ամեն քայլի ընդունակ են։ Ամեն քայլի ընդունակ են եւ Սրբազանի ասացի համաձայն, եթե իրենք ամեն ինչի ընդունակ են, մենք էլ պատրաստ ենք։ Բացարձակ մտավախություն չունենք, որտեղ մեր գործը արդար է։ Լավ, ամեն դեպքում տնօրենը Չարչյանն է, ով արդեն մի անգամ կալանավորվել է անցած ընտրությունների եւ հիմա այլ արխիվում ընտրություններ են։ Արխիվում ընտրություններ։ Դուք կարծում եք պարոն Չարչյանի հեղինակությունն է պատճառը, որ նրանք եկել են այստեղ, թե եպիսկոպոսատ ժողովի։ Պարոն Չարչյանը այստեղ ոչ մի կապ ունի, այստեղ կապ ունի հաստատությունը, Վեհապար Հայրապետը նաեւ, որը եկեղեցապատկան կառույց է։ Պարոն Չարչյանը կլիներ, թե չգիտեմ Պողոսյան կամ Պետրոսյան կլիներ, սա էական չի։ Էականն այն է, որ սա եկեղեցապատկան կառույց է եւ իրենց հերթական հակաեկեղեցական արշավների հերթական դրսևորումներից մեկն է։ Կաշկանդված են այստեղ բուժառուները, աշխատակազմը։ Դե աշխատակազմի մեջ որոշակի լարվածություն կա, բայց տնօրինության բացարձակ ոչ մի լարվածություն չի։ Շատ հանգիստ, շատ հանդարտ։ Վախեր չկան, որ ձերբակալություններ կսկսվեն։ Ինչի՞ պիտի վախենան։ Շնորհակալություն։ Մենք այս պահին գտնվում ենք Իզմիլյան բժշկական կենտրոնում եւ առավոտյան ժամը 9-ից Իզմիլյան ԲԿ-ի տնօրեն Չարչյանի եւ նրա տեղակալի սենյակում խոզարկություններ է սկսել քննչական կոմիտեն եւ օպերները քննիչների հետ միասին դեռևս աշխատում են, արգրավել է արդեն գլխավոր հաշվապահի եւ հաշվետարի համակարգիչները, նրանք լուր հեռացան, որևէ բացատրություն չտալով, թե ինչ գործի շրջանակներում են խոզարկություններ իրականացվում եւ ինչ է թիրախավորվել հենց այս հիվանդանոցը, բայց հիշեցնենք ձեզ, որ այս հիվանդանոցը ուղիղ կապ ունի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ եւ այս հիվանդանոց իրավապահների այցը բնականաբար կապվում է եպիսկոպոսատ ժողովի հետ։ Եպիսկոպոսատ ժողովից առաջ արդեն մեկ այլ գործի շրջանակներում փորձել են կաշկանդել տեղաշարժը այն եպիսկոպոսների, ովքեր ունեն քվե եւ որը կարող է վճռորոշ դառնալ տիրադավ հռչակված եկեղեցականների եպիսկոպոսների համար։ Լավ ենք հիշում, որ եպիսկոպոսատ ժողովին կորոշվի այն եպիսկոպոսների ճակատագիրը, ովքեր միացել են Փաշինյանի անձի շուրջ ձևավորված հակաեկեղեցական շարժմանը եւ իբր եկեղեցու բարենորոգման անվան տակ փորձում են իրենց կողմն անցկացնել բոլոր այն հոգեվորականներին, ովքեր հանրային դեմք են կամ գուցե նաեւ հանրային դեմ չեն։ Հիշում եք օրեր առաջ նաեւ լուծարվեց Պաշտպանության նախարարի հրամանով գնդերեցների ստորաբաժանումը։ Հերթական արշավն են համարում սա եկեղեցականները եկեղեցու դեմ եւ վեհապար հորդեմ
սպասենք զարգացումներին, իսկ քիչ հետո հավանաբար դուրս կգան իրավապահները արդեն սկոճ էին խնդրում աշխատակիցներից, որպեսզի փաթեթավորեն իրենց համար պիտանի իրեր նյութերը։